գյուղատնտեսություն, մասնավորապես այգիների հիմնադրում եւ ջերմոցային տնտեսություն, տրանսպորտային եւ լոգիստիկ համակարգեր, տուրիզմ, հանքարդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Սրանք այն հիմնական ոլորտներն են, որոնցով հետաքրքրված են օտարերկրյա ներդրողները Հայաստանում։ Աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորաբար հայ-ադրբեջանական հակամարտությունը, երբ խաղաղության պայմանագիրը դեռ կնքված չէ, շատ գործարարներ թե Սփյուռքից եւ թե այլ երկրներից այնուհանդերձ շարունակում են Հայաստանում կատարել ներդրումներ, ասում է Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավար Գագիկ Մակարյանը։ Կան պրոյեկտներ, որոնք որ շատ են, բայց փոքր գումարներ են, կան պրոյեկտներ, որոնք ավելի մեծ գումարներ են։ Օրինակ, ասենք ներկայումս Հայաստանում ընթանում են մի քանի պրոյեկտներ, որոնք 150 միլիոն դոլար արժողություն ունեն։ Հայաստանի բնակլիմայական բարենպաստ պայմանները, հողի ու ջրի որակը թույլ են տալիս օտարերկրյա ներդրողին մեր երկրում բազմաթիվ գյուղատնտեսական ծրագրեր իրականացնել։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունենալով մեծ հաջողություններ, ակտիվ գործակցում է Միացյալ Նահանգների եւ Եվրամիության IT ոլորտի բազմաթիվ ընկերությունների հետ եւ համարվում հուսալի գործընկեր։ Տրանսպորտային լոգիստիկ բնագավառում Հայաստանը կարող է լինել տարանցիկ հարթակ Եվրամիության ԵԱՏՄ-ի միջև, հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք ճանապարհների խաչմերուկում։ Ըստ տնտեսագետի Հայաստանում հեռանկարային կլինի նաեւ խոշոր պահեստների լոգիստիկ կենտրոնների ստեղծումը։ Ըստ Գագիկ Մակարյանի վերջին շրջանում դեպի Եվրամիություն հայկական ապրանքների հոսքի ծավալների աճը վկայում է, որ փորձ է արվում վերականգնել արտահանման նախկին ծավալները։ Գագիկ Մակարյանը հիշեցնում է, մինչև 2015 թվականը Եվրամիության հետ առևտրի ծավալն ավելի մեծ էր, քան ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի հետ։ Ըստ տնտեսագետի, չնայած աշխատուժը Հայաստանում թանկացել է, այն շարունակում է ավելի մատչելի լինել օտարերկրյա ներդրողների համար, հատկապես շինարարության ոլորտում։ Հայաստանի բանկերի համակարգը բավականին կայուն համակարգ է համարվում եւ դրանով նույնպես գրավում է եւ սա խնդիր է մի կողմից եւ մի կողմից էլ կարծես թե գրավչություն է, որ բանկային ծառայությունները թանկացել են Հայաստանում վերջին 2-3 տարվա ընթացքում հատկապես եւ բանկերը բավականին լավ գումարներ են աշխատում, այսինքն շատ եկամտաբեր նաև բիզնես է դարձել։ Գագիկ Մակարյանի դիտարկմամբ Հայաստանի հանքային պաշարների արժեքային արտահայտությունը հասնում է 4 տրիլիոն դոլարի, ուստի այս ոլորտը եւս շարունակում է մնալ արդիական ու շահավետ։ Ըստ նրա Հայաստանը մոլիբդենի արտահանման ծավալով աշխարհի առաջին տասնյակի մեջ է։ Ինտելեկտուալ կարողություններով մեր ազգը համարվում է խելացի ազգ եւ աշխարհի երկրների առաջին տասնյակի մեջ է գտնվում։ Այսինքն որոշ դեպքերում ինժեներական միտքը, տաղանդը, գիտական միտքը, աշխատանքային ճկունությունները դրանք էլի գրավում են։ Ակնկալվում են ներդրումներ արդյունաբերական ոլորտներում արտահանման միտված արտադրության դիվերսիֆիկացիայի համար։ Նրա տվյալներով վերջին 5 տարիների ընթացքում ներդրումների ծավալը հասել է գրեթե 5 միլիարդ դոլարի, իսկ ներդրումային ծրագրերում դեռ խնդրահարույց են տարատեսակ թույլտվությունները, որոնց պատճառով որոշ ծրագրեր ձգձգվում են։ Մասնագետը մտահոգիչ է համարում կոռուպցիան։ Ներդրողները բնականաբար մանավանդ օտարերկրյա իրենք սովոր չեն կաշառք տալու եւ իրենց երկրներում դա ընդունված չի, կամ եթե իրենք տանել կարող է այդ կաշառք տալը եթե բացահայտվի, իրենք խայտարակվեն իրենց երկրներում եւ իրենց երկրներում պատասխանատվության ենթարկվեն։ Տնտեսագետի կարծիքով ներդրումների հոսք կարող է լինել Եվրամիությունից պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով։ Եվրոպական երկրները նաեւ ծրագրում են զարգացնել ռազմաարդյունաբերությունը, ինչը կմեծացնի հանքարդյունաբերական նյութերի գրավչությունը։ Ներդրումների արդյունքում գործարաններ ստեղծել Հայաստանում, որոնք արտադրանքներ թողարկել Եվրոմիության համար, այսինքն էժան գնով վաճառվում եվրոպական ժողովրդին։ Տնտեսագետը խոսել է Իրանից, նաև Թուրքիայից ներդրումային հեռանկարների մասին։ Թուրքիան նաև կարող է ներդրումների առումով վատ իմաստով դա լինի, որտեղ էքսպանսիայի ենթարկի Հայաստանը, պարզապես մեծականակ ներդրումներ, մեծականակ բիզնեսներ այստեղ տեղափոխելով, ինչ որ բաներ ձեռք բերելով եւ այլն արտգործարաններ կամ ոլորտներ, որը որ հետաքրքրության մեջ է եւ կուզի տնտեսապես Հայաստանին դնել կախվածության մեջ, նույն ձեռագրով ինչպես Վրաստանում արդեն տեղի ունեցել է։ Հայաստանում ներդրումներով մեծապես հետաքրքրված են արևելքի տնտեսական հսկաները՝ Չինաստանն ու Հնդկաստանը։ Նարինե Ղուկասյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։